Պարոն Սահակյան, քարոզարշավի վերջին օրն է, ինչպես է գնահատում, եթե ամփոփենք Աչափնյակը, ինչպես է տրամադրված։ Հանրությունը առավել ևս Աչափնյակում բավականին իրազեկված է, որովհետև մենք բոլոր օրենքի նորմերը պահելով կարողացել ենք ճիշտ իրազեկել մեր հանրությանը, թե ինչ է սահմանադրական բարեփոխումները իրենից նշանակում, հանրությունը բավականին ոգևորված է, Աչափնյակում կարծում եմ, որ ակտիվ մասնակցություն է լինելու եւ մենք այս օրերի ընթացքում օրենքի տարը պահելով մեր ենթաշտաբերի միջոցով կարողացել ենք իրազեկել, հանդիպումներ ենք անցկացրել ժողովրդի հետ, տարբեր վայրերում, բակերում, մեր տեղամասային շտաբերում եւ կարծում եմ, որ բավականին ոգևորված են մարդիկ։ Առավել ևս այս ընթացքում ես կարծում եմ, որ հարկավոր էր էլ ավելի շատ իրազեկել հանրությանը, իսկ մենք այդ գործողությունները իրականում կատարել ենք գերազանց մեր շտաբերի միջոցով։ Ինչպես եք կարողանում յուրաքանչյուր Աչափնյակի բնակչի համոզել, որ իսկապես այդ փոփոխությունները, օրինակ սոցիալական բեռն են թեթևացնելու, ավելի լավ ենք ապրելու, քան այս գործող սահմանադրությամբ։ Ինչ աշխատանքներ են կոնկրետ տարվել։ Մեզ հետ զրույցներում ասում են, մենք գիտենք, որ իշխանությունը այս ամենը ձեռնարկել է իր իշխանությունը երկարաձգելու համար։ Հիմնականում այսպիսի կարծիքներ են հնչում։ Մենք բազմիցս ասել ենք եւ ես եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ եթե իշխանությունը ցանկանում է վերարտադրվել, ապա գործող սահմանադրությունը բոլոր հնարավորությունները մեզ ընձեռնում է վերարտադրվելու համար, շատ ավելի հեշտ վերարտադրվելու համար, քան սահմանադրական բարեփոխումները։ Իսկ սոցիալական խնդրի լուծման համար մենք երբևիցե չենք ասա եւ առավել ևս ես եւ մեր ենթաշտաբերի պետերը երբեք չենք ասա, որ սահմանադրությունը նրա համար է, որ պիտի սոցիալական խնդիր լուծի։ Սահմանադրությունը ոտքեր, ձեռքեր չունի, որպեսզի սոցիալական խնդիր լուծի։ Այսինքն մենք չենք կապում սոցիալական խնդրի հետ, այ դուք լրագրողներդ, մեր որոշակի ընդդիմադիր ուժեր միասին փորձում եք ուղղվածությունը տանել դեպի սոցիալական խնդիրների լուծման։ Դա երևում է եւ ոչի։ Դա երևում է ոչ, մարդկանց միայն սոցիալական խնդիրը չի հետաքրքրում։ Իհարկե որոշակի լարվածություն սոցիալական կա, բայց մարդիկ հասկանում են, որ այս սահմանադրությունը իրենց երեխաների, իրենց թոռների ապագայի ապահով երաշխավորությունն է եւ այս սահմանադրությունը ոչ թե իշխանակենտրոն սահմանադրություն է, այլ իրապես սահմանադրությունը մարդակենտրոն սահմանադրություն է, ժողովրդակենտրոն սահմանադրություն է այս բարեփոխումները։ Ինչը մնում է, որ վերարտադրվելուն ես բազմիցս եմ ասել, մենք բոլոր հնարավորությունները ունենք վերարտադրվելու։ Եվ օրինակ, եթե մտածում ենք նույն 2017 թվականի ազգային ժողովի ընտրությունների մասին, ես պիտի ասեմ, որ մենք բավականին լուրջ գործիչներ ունենք մեծամասնական ընտրակարգով, որոնք որ բազմիցս ապացուցել են, որ նրանք ի վիճակի են եւս մի քանի անգամ էլ դեռ ընտրվելու մեծամասնական ընտրակարգով։ Ինչ ենք արել մենք։ Մենք ընդհանրապես ասում ենք, կատարել ենք հարգելի ընդդիմություն, սիրելի ոչի կողմնակիցներ, կատարել ենք ձեր բարի ցանկությունը։ Հասարակության մի հատված էլ ոչի համակիրներից այն կարծիքին է, որ այն հանգամանքը, որ իշխանությունն է առաջարկում այս փոփոխությունները, հիմք է տալիս մտածելու, որ հնարավոր չէ հանրային կարծիքը հանրային շահ առաջնորդի։ Ես կասեի ավելի շատ ընդդիմության, քան իշխանության, որովհետև ընդդիմությունը բազմիցս ապացուցել է, որ ինքը ընդդիմություն չի եւ չի էլ կարող լինել։ Մենք հիմա այս բարեփոխումներով այդ հնարավորությունը տալիս ենք, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը, բոլոր կուսակցությունները կայանան։ Այդպես չի, որ ամեն մեկը այսօր կարողանում է գնալ կուսակցություն գրանցել ռեգիստրում եւ ինքը ասում է ես ընդդիմադիր ուժ եմ։ Այդ տեսանք այդ ընդդիմադիր ուժը այս տարիների ընթացքում ազգային ժողովում։ Մի խմբակցությունով եկան 60 մասի բաժանվեցին։ Այդ է մեր իրավիճակը։ Հիմա մենք ասում ենք, որպիսի երկիրը չլճանա, որպիսի մենք չվերադառնանք կոմունիստական կուսակցության, այդ 70 տարի, որ ինչ-որ մի կուսակցություն լինի իշխանության, մենք հնարավորություն ենք տալիս այդ կուսակցությունը։ Հնարավորություն տվել ընդդիմությանը արտահայտվել, պատահական չեմ հարցնում, որովհետև փետրվարին մենք տեսանք մի փոքր կուսակցությունը սկսում է հակառակվել եւ կշիռ ներկայացնել, ինչպես են բամբում։ Հիմա բանում օպերայի բակում
Ազատության հրապարակում, ինչ ենք անում, թույլ չենք տալիս։ Տեսանք իրանց արածը, 600 հոգով եկան կանգնեցին, 60 հոգի մարդ չմնաց։ Էդ է մեր ընդդիմությունը։ Սրանք են մեր ընդդիմությունը։ Մենք ունեցել ենք նախագահի տեխնացու ժառանգության, Ռաֆի Հովհաննիսյանը, որը գրեթե 500,000 ձայն տարավ։ Ինչ արեց իր 500,000 ձայնի հետ։ Մարդը պետության մեջ կարա 500,000 ձայն տանի, հետո 50 հոգի մարդ կողքը չունենա։ Էս է մեր ընդդիմությունը, էս է մեր ընդդիմության պատկերը։ Եվ ես նորից եմ ասում, եթե մեր լրագրողները չլինեն, մեր լրատվամիջոցները, ընդդիմություն հասկացողություն ընդհանրապես չի լինի։ Պարոն Սահակյան, ընդունված դուք եք մեր ընդդիմությունը, դուք շատ ավելի ուժեղ ընդդիմություն եք, քան Ժիրայր Սեֆիլյաններն ու Ռաֆի Հովհաննիսյանները։ Արդեն ունենք ահազանգել, որ դպրոցները, մանկապարտեզները, տնօրենները հատկապես ներգրավված եղան։ Այսինքն իշխանությունը շարունակեց նաև հանրաքվեի ժամանակ, հանրաքվեից ընդառաջ իր վարչական ռեսուրսի օգտագործումը։ Դա կարծում եմ, որ զուտ ձեր կարծիքն է։ Եթե ասում եք բազմաթիվ դեպքեր կան, ահազանգեր կան, ես խնդրում եմ գոնե մեկ օրինակ բերեք, որ այ օրինակ այսինչ դպրոցի, այսինչ ուսուցչուհի համատարած է, կամ այնինչ մեր մոտ համատարած նման երևույթներ չկան։ Փառք Աստծո, պետությունը հնարավորությունը տվել է, մենք 2 դպրոցներ ունենք, որտեղ հնարավոր է այդ աշխատանքային ժամերից հետո օրենքով սահմանված հավաքվել եւ բացատրական մենք արել ենք, մենք օգտագործել ենք այդ դալիչները։ Թող բարի լինեին ընդդիմությունն էլ գար օգտագործել։ Գալուստ Սահակյանը մեծ այդ զրույցում իսկապես մտահոգություն է հայտնել, որ հնարավոր է 700,000 ձայնը հնարավոր չլինի հավաքել, եւ եթե ի վերջո հանրաքվեն չանցնի, դրանից պետք չէ ողբերգություն սարքել։ Դուք ինչ կասեք։ Գիտեք ինչ, մենք այստեղ տենց կենաց մահու կռիվ չենք տալիս։ Որովհետև ես ձեզ նորից եմ ասում, որ գործող սահմանադրությունը մեր վերարտադրվելու համար շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս, բայց ես երբևիցե չեմ սիրում պարտվել, իմ սկզբունքների մեջ դա կա, եւ դրա համար ես սահմանված կարգով, օրենքով խնդրեցի կառավարությանը, խնդրեցի վարչապետին, արձակուրդ վերցրեցի, որովհետև չէի օգտագործել արձակուրդս եւ որոշ մասն էլ իմ հաշվին, որպեսզի ես կարողանամ մեր աչափնյակի թիմին համախմբել եւ այդ բացատրական աշխատանքը տանել։ Այսինքն դուք արել եք առավելագույնը։ Առավելագույնն եմ արել օրենքով սահմանված առավելագույն ամեն ուրեմն ինչ օգտագործել։ Որքանով հնարավոր կլինի խուսափել թաղային հեղինակության հանրաքվեին ներգրավվածությունից։ Հիմա ձեր կարծիքով ես թաղային հեղինակություն եմ։ Ես եմ ղեկավարում շտաբը, ես եմ պատասխանատուն։ Ես թաղային հեղինակություն չեմ։ Հավատացեք, որ իմ ընկերներն թաղային հեղինակություններ չեն։ Մարդիկ են, որոնք իրենց ամենօրյա հոգսերով են զբաղված, մարդիկ են, որոնք գիտակ են, մարդիկ են, որոնք գրագետ են, եւ ես ասեցի սահմանված կարգով առաջինը հենց մեր թիմին ենք մենք իրազեկել, դասընթացներ անցկացրել, հրավիրել եմ ես տարբեր մարդկանց, պարոն Հրայր Թովմասյանին էի հրավիրել առաջի անգամ, որպեսզի իրազեկի մեր թիմին սահմանադրական բարեփոխումների համար։ Թաղային հեղինակությունների հետ մենք ինչ գործ ունենք։ Այս 90-ական թվականները չեն։ Թաղային հեղինակություններին օգտագործում էին Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ։ Հիմա չկա տենց բան։ Մեր մարդիկ, մեր քաղաքացիները շատ բանիմաց են եւ շատ գիտակ են եւ շատ իրազեկված են։ Այս բոլոր տարիները դա ապացուցեց։ Եվ իմիջիայլոց ձեզ ասեմ, որ մենք այդքան էլ ջանք չենք խնայել, չենք օգտագործել, որպեսզի սենց խորը բացատրենք, թե սահմանադրական բարեփոխումները ինչ են։ Մեր ժողովուրդը իրականում իրազեկված էր։ Ես ինքս եմ այս 1 ամսվա ընթացքում արդեն տեսնում, հասկանում, որ հանդիպումների ժամանակ նաև ժողովուրդն էր իր կարծիքը հայտնում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։ Սահմանադրական բարեփոխումները կապ չունի ճգնաժամի կամ սոցիալական խնդիրների հետ։ Իհարկե երկրում կան խնդիրներ, իհարկե երկրում կան նաև մարդիկ, որոնք օրենքը ամբողջ ուժով չեն փորձում հասկանալ, որ իրենց էլ է վերաբերում այդ օրենքները, բայց չի կարելի դրա մեջ միմիայն մեղադրել իշխանությանը։ Գիտեք, այսօր մարդու ամուսինը, երբ որ հարբեցող է լինում, ասում են հանրապետականն է մեղավոր, որ իմ ամուսինը հարբեցող է։ Մարդու երեխան, երբ որ գնում է այդ խաղադրույքները անում, պարտվում է, ասում են իշխանություններն է մեղավոր։
Չէ, մենք այս տարիների ընթացքում առավել եւս Սերժ Սարգսյանի նախագահության օրոք մենք դեմոկրատիա, ժողովրդավարություն, այս հասկացողությունները ամբողջությամբ բացեցինք մեր ժողովրդի համար։ Դրա համար է այսօր այդ վիճակը։ Այսօր 400,000 աշխատավարձ ստացող մարդն էլ է ասում, լավ չի, $2,000 աշխատավարձ ստացող մարդն էլ է ասում, լավ չի, 100,000 դրամ ստացող բոլոր երկրներում կան մեծահարուստներ։ Եվ հաստատ մի բան իմացեք, երկիրը պահում են մեծահարուստները։ Այդ մարդիկ են աշխատատեղ ստեղծում։ Դուք ինչ-որ մարդկանց անուններ եք տալիս, մի հատ հետաքրքրվեք ինքներդ այդ նմանատիպ մարդկանց մոտ, քանի հազար մարդ է աշխատում, վատ է, որ աշխատում է։ Այսօր նաև լավաշ են բաժանում այդ մարդկանցից շատերը Ես չգիտեմ ինչ են ամենօրյա սննդի խնդիրը լուծելու համար, եւ հիմա մենք տեսնում ենք, որ այդ նույն մարդիկ պատրաստ են փոխհատուցել ԱԻ-ի տեսքով։ Գիտեք, ես չեմ կարծում, մենք դրանով վիրավորում ենք այդ մարդկանց, անկեղծ եմ ասում, որովհետև լավաշով ընտրության չեն գնում մարդիկ։ Հասկացեք ի վերջո մի բան, չի կարելի ամեն ինչը, ասենց վատաբանել, վատ ձևով ներկայացնել, լավաշ են բաժանում, դրամ են բաժանում, չգիտեմ, օգնություն են տալիս, էս են տալիս են։ Պետք չի նման ձևով վերաբերվել այս ընտրություններին։ Ես հիմա վստահ եմ, եթե օրինակի համար, ձեր ասածով նախաձեռներ ընդդիմությունը, այսօր ընդդիմությունը այդ տեղերով կփոխվենք, նրանք կսկսեն երևի քարոզանել թե սահմանադրական բարեփոխումները, մենք սոցիալական վիճակի հետ, լավաշի հետ, փողի հետ, ուսուցչի հետ, մանկավարժի հետ, հետո ի վերջո մենք պետք է հասկանանք, դուք ասում եք դպրոցներն են օգտագործում, ես բազմիցս ասել եմ, դպրոցի տնօրենը, դպրոցի ուսուցչուհին, մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակը, դրանք մտավորականներ են, նրանց չի կարելի խառնել ընտրություններ կազմակերպելու մեջ։ Բայց իշխանությունը խառնում է, բան։ Ո՞վ է խառնում։ Հիմա ես եմ ստեղի իշխանությունը։ Ես եմ Աչափնյակի իշխանությունը, ես եմ։ Ասեք, տեսնեմ, որ մի դպրոցում մի օրինակ բերեք, այս դպրոցում, այս մանկապարտեզում սենց է արվել։ Բերեք այդ օրինակը։ Չեմ կարծում, որ համատարած է։ Այնպես որ ես հստակ ձեզ կարող եմ ասել, որ մենք բավականին լավ դիրքերում ենք գտնվում, ընդամենը 1 օր է մնացել քարոզարշավին, մենք բավականին լավ դիրքերում ենք գտնվում եւ կարծում եմ, որ մեր Աչափնյակի հանրությունը այս մեր 1 ամսվա համատեղ աշխատանքից հետո իր դրական կարծիքն է փոխանցելու սահմանադրական բարեփոխումների։